Ինչ եք կարծում, մեզ ինչպիսի ղեկավար է պետք, ուժեղ, բարի, հոգատար, ժողովրդի հոգսերով ապրող ղեկավար, որ ժողովուրդը սիրի։ Ըստ ձեզ, վարչապետի թեկնածուներից ով կարող է լինել այդ ուժեղ ղեկավարը։ Ըստ ինձ կարող է լինել ուժեղ ղեկավար Սամվել Կարապետյանը, որովհետև ինքն նույն բիզնես ոլորտում ամենտեղ հայության կողքին եղել է, միշտ ուժը ցուցադրել է իր կազմակերպված լինելով, հայասեր լինելով, ասենք ամեն ինչ արել է հայերի համար ու իր միջոցներով, ոչ պետական միջոցներով, այսինքն չեն կարող վստահել մի ղեկավարի, որոնք ասենք չունենալով ոչինչ գալիս են հասնում են միլիոնների։ Նման մարկա չեն կարող վստահել։ Մեզ Սամվել Կարապետյանի պես ղեկավար է պետք, որ այդ երկիրը այս դժվար բանից դուրս անի, դրության միջից դուրս անի։ Ախր մեր ղեկավարը ոչինչ չունի։ Որ նայում եմ հեռուստատեսությամբ գնում Արտասանը, ամաչում է, որ այդպիսի ղեկավար ունենք։ Ժողովուրդը պետք է այդպիսի ղեկավար եկալի տապալի կետինը, բերի այնպիսի ղեկավար, այնպիսի ղեկավար հայրենասեր, օրինակ Սամվել Կարապետյանի նման, որպեսզի կարողանա երկիրը շտկել։ Այսինքն չգիտեմ ով հիմա այս դրության մեջ։ Ես ինքս բոլոր պատերազմի մասնակից եմ, երկրորդ կարգի հաշիվ անդամ եմ։ Ես իմ հայրենիքի համար եմ պայքարել հիմա մինչև այսօր, բայց այս որ ասում են հիները ու նորերը, այն հիները սրանցից լավ էին, որովհետև հող չենք տվել, հող են գրավել։ Իմ ուրախությունը, ասենք ես 65 տարեկան մարդ, մինչև 60 տարեկան մասնակցել եմ այս պատերազմներին։ Իմ բանն է, որ իմ հայրենիքի հողը շատ լինի, որ ասենք մեր հետագա սերունդները, ասենք բավարարվեին այդ հողով, հələ ինչքան պետք էր նորից գրավեինք։ Բայց հիմա որ եկավ այդ Ալիևսկի կոմանդը, այդ թուրքական կոմանդը, ես ոչ վախենում եմ, ոչ էլ բան։ Հիմա իրանք սա հողերը տվել են, հələ տալու են, ասենք գիշեր որ ես քնում եմ, էլի մտածում եմ։ Մեկ-մեկ էլ մտածում եմ, ասում եմ թողեմ իմ ունեցվածքը, թողեմ այդ ամես երկրից։ Բայց դա ես ստեղ եմ ծնվել, ստեղ եմ մեծացել, Վայոց ձորում եմ մեծացել ու էլի պայքարում եմ, որ մնամ։ Տենակ ինչ կլի, հիմա մեր հույս ու հավատը, ասենք այս թուրքերից ազատվելն է։ Մեզի շատ ուժեղ ղեկավար է պետք, շատ հզոր տղա է պետք։ Ղեկավարը պետք է թույլ չլինի, հզոր պետք է լինի, ամեն պարագայում։ Ասենք ոնց որ տան տղամարդ է, թույլ է, էլի տանտի ոչ երնան զավ։